Խորհրդարանական ընտրություններում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով տեխնացուների առաջադրման ժամկետներն ավարտվել են, համամասնական ընտրակարգով փաստաթղթեր են ներկայացրել 9 քաղաքական ուժեր։ Այդ ցուցակներից ամենածավալունը Հանրապետական կուսակցությանն է, իսկ Շիրակի մարզից ամենամեծ թվով անուններ ներառում է Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակը։ Հայաստանի ընտրատարածքները աշխատանքներ են իրականացնում ընտրական տեղամասերի ձևավորման ուղղությամբ։ Այս օրերին քաղաքում ակտիվ աշխատանքներ է իրականացնում նաեւ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունը։ Խորհրդարանական ընտրությունները վերահասկելու համար դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվում են նաև հասարակական կազմակերպությունները, սակայն Շիրակի մարզում գործող կազմակերպությունները նախաձեռնություն չեն ցուցաբերում։ Բարև ձեզ, եթերում շաբաթնաց լրատվական վերլուծական ծրագիրն է։ Թողարկման սկզբում անդրադառնանք մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին, կուսակցությունների, դաշինքների եւ տեխնացուների գրանցման եւ առաջադրման գործընթացին։ Խորհրդարանական ընտրություններում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով տեխնացուների առաջադրման ժամկետները ավարտվել են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց ցուցակներն են ներկայացրել Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Օրինաց երկիր, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ միասնական կուսակցությունները, Հայ ազգային կոնգրեսը։ Համամասնական ընտրակարգով առաջադրվել էին Հայաստանի դեմոկրատական, կոմունիստական եւ միավորված հայեր կուսակցությունները։ Ընդհանուր առմամբ համամասնական ընտրակարգով փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 9 քաղաքական ուժեր։ Համամասնական ցուցակներից ամենածավալունը Հանրապետական կուսակցության ցուցակն է, այն ներառում է 253 անուն։ Ցուցակում ներառված են նաեւ Գյումրու քաղաքապետի եւ Շիրակի մարզպետի անունները։ Մեր մարզից ամենամեծ թվով անուններ ներառում է Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակը։ 25 հոգի տարբեր ոլորտների Շիրակի մարզից ամենամեծ թվով անունները ներառում է 178 հոգանոց ՕԵԿ համամասնական ցուցակը։ Առողջապահության ոլորտից, կրթության ոլորտից, շինարարության ոլորտից։ ՕԵԿ-ականները վստահ են, որ կուսակցությունը սիրված է Շիրակի մարզում եւ վստահության քվեն մեծ է լինելու։ Մենք մաքսիմում ուշադրության կենտրոնում ենք Պայք Գյումրիում։ Հիմա հերթը կարծես թե հասել է, կարելի էսպես ասել, ինձ, որ ես փորձեմ ստանալով մեր գյումրեցիների վստահության քվեն։ Հովհաննես Մարգարյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 33 ընտրատարածքում, իսկ ՕԵԿ համամասնական ցուցակում առաջատար դիրքեր է զբաղեցնում 12-րդն է։ Այնուամենայնիվ տեխնացուն չի գտնում, որ իր մեծամասնականով ընտրվելու հնարավորությունները նվազեն եւ համամասնական ցուցակի առաջատար դիրքերը նա բացատրում է կուսակցությունում զբաղեցրած նոր դիրքով։ Ես ընտրվեցի կուսակցության փոխնախագահ եւ բնականաբար ես կարող եի ընդգրկվել նաեւ առաջի տասնյակ։ ՎՀԿ 165 հոգանոց ցուցակում Շիրակի մարզից ընդգրկված անուններն են։ Սամվել Բալասանյանը 5-րդ համարում է, Բեդոյան Մուշեղը 38, Վարդևան Գրիգորյանը 42, Մարդուն Գրիգորյանը 44, Ալդալյան ուրեմն 76, մեր ծանրամարդ Նազիլն, մեր ծանրամարդը եւ Աղաբեգյան Հովհաննեսը։ Թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ պատասխանատուն ասաց նաեւ, որ իրեն որոշ իմաստով զարմացրել է ցուցակում անունների դասավորվածությունը։ Իր անունը օրինակ ավելի հետ կարող էր լինել, իսկ աշխատի թե ոչ խորհրդարանում նա պատասխանեց։ Պայմանավորված կլինի մեր քաղաքորթի որոշմամբ, եթե իրենք անհրաժեշտ կտան, որ ես պետք է գնամ խորհրդարան, ես պատրաստ եմ գնալու խորհրդարան։ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ընտրություններում հաղթելու եւ ազգային ժողովում նույնիսկ մեծամասնություն կազմելու հավանականություն Գյումրու կառույցի անդամները տեսնում են եւ պայմանավորում ընտրությունների որակով։ Կոնկրետ օրինակ բերեմ, ասենք 34 ընտրատարածքում կա հանրապետականի տեխնացու, Բարգավաճի տեխնացու եւ կոնգրեսի, չէ՞։ Ինչ, ասենք, եթե փող բաժանվի, ժողովրդին չհաբեկեն, լցոնումներ չլինի, ասենք, ինչ պիտի ժողովրդին տրտի, որ գնան, ասենք, իշխանական տեխնացուներին ցայն տան։ Կոնգրեսին կվստահեն, քանի որ իշխանական կուսակցություններից հիասթափված են, ասում է Արմեն Գրիգորյանը, չժխտելով, որ ՀԱԿ-ից եւս հասարակությունը հիասթափված է, բայց համեմատաբար ավելի քիչ։ Ժողովուրդը ցկտում է իշխանափոխության, հույսերը կապել է կոնգրեսի հետ եւ առայժմ ցավոք սրտի չի ստացվել մեր մոտ իշխանափոխությունը, ժողովուրդը այդ պահով է դժգոհ։ Համամասնական ցուցակներից ամենածավալունը ՀՀԿ-ինն է, այն ներառում է 253 անուն։ Շիրակի մարզից ընդգրկվել է քաղաքապետը, ընդգրկվել է մարզպետը, ընդգրկվել են Աղեգյան Լիլիթը մեր մոտից եւ որպես երիտասարդ ակտիվ հանրապետական, ընդգրկվել է մեր մարզային երիտասարդական կազմակերպության նախագահ Չադրյան Ցոլագը։ Այս անունների ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու փաստը Բորիս Ալեքսանովը մեկնաբանեց, որ կուսակցությունը որոշել է
խորհրդարանը երիտասարդացնել։ Գյումրու քաղաքապետը 50 տարեկան է, 51 տարեկան է, իր ամենածաղկուն տղամարդու համար ամենածաղկուն շրջանն է, այնպես որ եթե համաձայնվի հանկարծ Գյումրու քաղաքապետը ընդգրկվի ազգային ժողովում, դա շատ մեծ պլյուս կլինի ազգային ժողովի համար։ 71-րդ հորիզոնականում հայտնված Վարդան Ղուկասյանը արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում վայր դնել քաղաքապետի լիազորությունները եւ պատգամավոր դառնալ։ Շիրակյան կուսակցական մարզպետը առայժմ չի մեկնաբանում ՀՀԿ-ի ցուցակում իրեն ընդգրկելու փաստը։ Հիշեցնենք, անցած տարեվերջին Աշոտ Գիզիրյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե դեռ երիտասարդ է պատգամավոր դառնալու համար, այնուհետև հավելել, որ ազգային ժողովը օրենսդիր մարմին է, այնտեղ պետք է լինեն համապատասխան գիտելիքներով օժտված մարդիկ, գրագետ, խավ, որ կարողանան օրենք ընդունել։ Հանրապետականի ցուցակում 112-րդ հորիզոնականում Սուքիա Սավետիսյանն է։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված այն, որ իր անունը ցուցակի 112-րդ հորիզոնականում է։ Սուքիա Սավետիսյանի մեկնաբանմամբ որոշակի սկզբունքով է ցուցակը կազմվել, որ գործադիր մարմնի անդամներն ավելի առաջատար դիրքում են, իսկ կրկին օրենսդիր մարմնում հայտնվելու հավանականություն նա այնուամենայնիվ տեսնում է։ Քրիստինա Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։ Հանրապետության ընտրատարածքներում աշխատանքներ են իրականացվելու ընտրական տեղամասերի ձևավորման ուղղությամբ։ Ինչպես հայտնի է, ընտրատարածքների նոր քարտեզագրմամբ որոշակի փոփոխություններ են տեղ ունեցել, ինչի պատճառով քաղաքացիների մի մասի ընտրության վայրը փոխվել է։ Ուստի ընտրական տեղամասերի ձևավորմանը զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ընտրողների նախնական ցուցակների կազմման ու հստակեցման ուղղությամբ։ Ընտրողների նախնական ցուցակներն արդեն պատրաստ են, Գյումրու անձնագրային բաժանմունքում աշխատում են դրանց վրա, արկաթերությունները վերացնելու եւ ընտրացուցակները հստակեցնելու նպատակով։ Անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետը նշում է, որ միաժամանակ ստուգումներ են իրականացվում ըստ քաղաքացիների բնակության վայրի, որպիսի անճշտությունները հնարավորինս բացառվեն։ Վարդան Նազարեթյանին հարցրեցինք, թե կոնկրետ ինչ քայլեր են կատարվում, որ ասենք նախորդ ընտրությունների նման այս անգամ մահացած մարդկանց անունները ընտրացուցակներ չընդգրկվեն եւ կամ արդյոք այդ առումով համապատասխան վերահսկողություն սահմանվել է։ Շատ են դեպքերը, որ իրոք քաղաքացին մահացած է, բայց նրա հարազատներից եւ ոչ մեկը կամ քաղաքում չեն, կամ չեն տիրապետում նշված փաստաթղթին, այսինքն մահվան վկայականներին, որը միայն կարող է հիմք ծառայել քաղաքացուն պետրեգիստրի բազայի հաշվառումներից հանելու կամ արխիվացնելու համար։ Այդ իսկ պատճառով հստակ ասել միանշանակ, որ իրոք քաղաքացին մահացած է եւ մնացել են դրա ցուցակում, եթե չունենք համապատասխան հիմքեր հաշվառումից անելու, ուրեմն այդ մարդուն հաշվառումից անելու գործառույթը չի իրականացվի, մինչև համապատասխան հիմքերի առկայությունը չլինի։ Առաջիկա օրերին, երբ կձևավորվեն ընտրական տեղամասերը, համապատասխան վայրերում կփակցվեն ընտրողների նախնական ցուցակները, իսկ վերջնական տեսքի դրանք կբերվեն խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ։ Այդ նույն ժամանակահատվածում ոստիկանության կողմից ընտրողներին կբաժանվեն ընտրությունների մասնակցության հատուկ թերթիկները, դրանցում նշվելու է նաև ընտրողի քվեարկության կոնկրետ վայրը։ Քաղաքացիներին կոչ եմ անում շատ ուշադիր հետևեն իրենց ընտրացուցակում լինելու հանգամանքին, եթե նկատեն թերություններ կամ փաստողումներ, կխնդրեմ ներկայանան անձնագրային ծառայություն նշված թերությունները վերացնելու համար։ Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքն առաջիկա ընտրություններին կունենա 45 ընտրատեղամաս, 21-ը գյուղական համայնքներում, 24-ը Գյումրիում։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ յուրաքանչյուր ընտրական տեղամաս ունենալու է 2000-ից ոչ ավելի ընտրող։ Հետևաբար խոշոր համայնքներում ըստ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ձևավորվել են մի քանի ընտրատեղամասեր։ Այսինքն մենք մեր ընտրատարածքում ունենք 16 գյուղական համայնք, բայց քանի որ ազատանում ընտրողների թիվը գերազանցում է 2000-ը, այսինքն մենք իրավունք չունենք, օրենքը արգելում է ուրեմն նախնական ընտրական ցուցակներում տեղամասում ընդգրկել 2000-ից ավել ընտրող։ Այդ պարագայում 2 տեղամաս Ազատան գյուղում է եւ 5 տեղամաս Ախուրյան շրջկենտրոնում։ Թիվ 34 ընտրատարածքի կազմում կգործեն 38 ընտրական տեղամասեր։ Տարածքների քարտեզագրմամբ ճիշտ է որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն ընտրատեղամասերի թիվն այստեղ չի ավելացել, քանի որ որոշ ընտրատեղամասեր միացել են թիվ 35 ընտրատարածքին։ Դերևս երկրաշարժից փլված քանդված շենքերի քաղաքացիները դժվար է նրանց տեղը գտնել, իմանալ, այդ իսկ առումով փաստորեն եւ տեղական ինքնագարավան մարմինը եւ լիազոր մարմինը հնարավորինս աշխատել են շատ փոփոխություններ չկատարել։ Այսինքն
ընտրողներին մնում է ընդամենը հիշել իրենց նախին ընտրության վայրը եւ ներկայանալ տվյալ ընտրական տեղամասերը։ Սա ես շատ եմ կարևորում եւ այդ հանգամանքը թվարկված մարմինների կողմից հաշվի է առնվել։ Առաջիկա օրերին ընտրատարածքները կստանան նաև բավարար կույք, քվյատուփեր, քվյախցեր եւ ընտրական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ մյուս պարագաները։ Հանձնաժողովականները տեղեկացել են, որ դրանք այս ընտրություններին նորացվելու են, այդ պատճառով 5 գույքը պահեստավորել են։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։ Ընտրական հանձնաժողովներն իրականացնում են առաջադրված քաղաքական ուժերի եւ մեծամասնական կարգով առաջադրված տեխնացուների փաստաթղթերի ուսումնասիրման եւ գրանցման գործընթացը։ Հրապարակվել է նաեւ ազգային ժողովի ընտրությունների ժամանակացույցը, համաձայն որի նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 8-ին եւ կավարտվի մայիսի 4-ին կեսգիշերին։ Ինչով են տարբերվելու 2012-ի խորհրդարանական ընտրությունները եւ հնարավոր է արդյոք երկրում անցկացնել ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան ընտրական գործընթաց։ Մանրամասներն առաջարկվող տեսանյութում։ Առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել է 8 կուսակցություն եւ 1 դաշինք։ Պատգամավորության տեխնացուների գրանցումը կավարտվի ապրիլի 1-ին։ Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի առաջիկա օրերին հանրապետությունում աշխատանքներ կտարվեն տեղամասային կենտրոնների ձևավորման ուղղությամբ։ Ընտրական կենտրոնները կազմավորվելու են լիազոր մարմնի, համայնքի ղեկավարի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ։ Տեղամասային կենտրոններ չեն ձևավորվի հետեւյալ հաստատություններում։ Տեղամասային կենտրոններ չեն կարող ձևավորվել ուրեմն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, ինչպես նաեւ ռազմական եւ առողջապահական հաստատություններում։ Թվարկված այս 4 կազմակերպությունների մասին է։ Միայն դրանց ենթակա կառույցներում չի կարող, կոնկրետ վարչական շենքերում չի կարելի տեղավորել տեղամասային կենտրոններ։ Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան, կազմակերպվելու է ազատ եւ թափանցիկ ընտրական գործընթաց։ Այս հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները նպաստելու են, որպեսզի խորհրդարանական, ապա նախագահական ընտրությունները երկրում անցնեն անցնցում։ Ըստ նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հերթական անգամ լինելու է փողի ընտրություն։ Ընտրությունները կանցնեն այնպես ինչպես միշտ։ Այս անգամ շատ քիչ կլինի նկատի ունեմ մեծամասնական խնդիրները, համամասնական հետ կապված, քիչ կլինեն այսպես աղաղակող խախտումները, այս ընտրությունները ավելի շատ կլինեն փողի ընտրություններ, պատրաստված ընտրություններ, ծրագրավորված ընտրություններ եւ իշխանությունը ծրագրել է արդեն, ծրագրավորված ընտրությունների մասնակցելը նշանակում է ինչ որտեղ լեգիտիմացնել իշխանությունը։ Իմ կարծիքով որևէ կտոր փոփոխության այս ընտրությունները Հայաստանում չեն բերել։ Սարդարապատ շարժում նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուկազյանն էլ նշում է, յուրաքանչյուր ընտրությանն ընդառաջ արված փոփոխությունները, լրամշակումներն ու լրացումները որակապես չեն ազդում ընտրությունների վրա։ Նույնիսկ ամենակատարյալ ընտրական օրենսգիրքը չի կարող ապահովել կատարյալ ընտրությունների անցկացում, եթե համապատասխան կամք չլինի։ Հայաստանում քաղաքական առաջնորդի փոփոխություն կամ չի լինում, կամ տեղի է ունենում աննկատ։ Ինչ վերաբերում է կուսակցությունների ցուցակները նոր դեմքերով համալրելուն, ապա ըստ Գարեգին Չուկազյանի դա ուղղակի հասարակությանը մոլորեցնել նպատակ ունի։ Ինչի մասն է խոսքը, դա ինչ ընտրություն է։ Այսինքն ինչի միջև ենք ընտրում։ Չկա ընտրություն։ Նախապես հին, ինչպես 2008 թվականից հետո ոչ մի բան չի փոխվել։ Ընտրական հանձնաժողովները նույնն են, նույն մարդիկ ընտրված են, մարտի 1-ը բացահայտված չի, ինչի մասն ենք խոսում։ Ինչ ընտրություն։ Ժողովրդի տեսադաշտը փակված է, փակել են եւ ասում են ժողովուրդն է ընտրում։ Ինչ որ փակելուց հետո ինչ ընտրի։ Ժողովուրդը հազիվ սովետական ամբողջատիրությունից դուրս եկե այդ քաղաքական կուլտուրայից ընտրության, գցեցին մի հատ ուրիշ կեղծ ընտրության մեջ, ասեցին հիմա սրանց մեջ պիտի ընտրես։ Ոչ թե անցյալ ապավնիով է պետք դիմել արդեն, այլ հստակ արված է դա արդեն իմ կարծիքով։ Արդեն գրված են տոկոսները։ Հայաստանում ձևավորվել է մի ավանդույթ, որով բացառվում է թափանցիկ ընտրությունների անցկացումը։ Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւս բացառություն չեն լինելու, գտնում է Արամ Կարապետյանը։ Քաղաքական դաշտում ըստ զրուցակիցներից հիմա հարաբերական անդոր է։ Տեխնացուները սպասում են նախընտրական քարոզչության մեկնարկին, իսկ ինչպես են վերաբերվում կուսակցությունների թույլ տված նախընտրական շռայլություններին։ Քննադատական տվողը ժողովուրդն է, եւ բնականաբար ժողովուրդը իր տեխնազուի ծրագրերը ուսումնասիրելուց կդա իր քննադատական է, այսինքն ինչպես է վերաբերում։ Քաղաքական այն այլանդակ մշակույթը, որ ներդրվել է, որ գումարով առնելը նորմա է համարվում, այդ քաղաքական մշակույթն է այլանդակ, հասկանում եք, որը ծնում է այսպիսի այլանդակ ընտրություններ, որը արդյունքն էլ ասում են, դա ժողովուրդն է, ժողովուրդը առավ փողը։ Ժողովրդին պետք չի, այո, մեղադրել կարելի է, բայց մեղքի մեծ բաժինը քաղաքական դասի վրա է։
Ապրիլի 1-ից տեղի կունենա կուսակցությունների եւ դաշինքների գրանցումը։ Ընտրական օրենսգրքի համաձայն մինչեւ ապրիլի 6-ը կուսակցությունները եւ մեծամասնական ցուցակներով առաջադրված տեխնացուները պարտավոր են ներկայացնել հայտարարագրեր։ Մայիսի 5-ին կհայտարարվեն ընտրողների վերջնական ցուցակները։ Փալակ Վարդյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։ Շարունակելով թեման նշենք, որ Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի 13 տեխնացու։ Երեկական տեխնացուներ առաջադրվել են թիվ 33 եւ թիվ 34 ընտրատարածքներում, թիվ 35 ընտրատարածքում առաջադրված տեխնացուները 2-ն են, իսկ թիվ 36 ընտրատարածքում 4-ը։ Ինչպիսի պատգամավորի կցանկանային տեսնել նոր ձևավորվելիք խորհրդարանում մեր համակարգացիները։ Ներկայացնում ենք Գյումրեցիների շրջանում անցկացված լրագրողական հարցախույզը։ Խորհրդարանում պետք է հայտնվեն իմ կարծիքով այնպիսի մարդիկ, որոնք կարողանան ճիշտ ընկալել, ասենք, բնակիչների պահանջը ու այդ իրենց այդ ճիշտ պահանջը ճիշտ կարողանան ներկայացնել վերևներում, որպեսզի ինչ որ հարցեր հնարավոր լինի լուծել։ Իրենք ցանկացել են դրել են արդեն դա։ Ինձ չեն հարցրել ում պիտի ասեմ, հետևաբար ես ինչ կարծիք հայտնեմ ես։ Ցանկալի է, որ Գյումրում անցնեն են մարդիկ, որոնք հոգում են քաղաքի հոգսերը, մտահոգված են քաղաքով։ Այդ տեսնում ենք առօրյա ինչ է տեղ ունենում։ Բազում խնդիրների մեջ կարողանային գոնե մի փոքր կատիլ լուծում տալ հարցը։ Ճիշտն ասած շատ չեմ ճանաչում գյումրեցիներին, բայց սերդացավ քրիստոնյա մարդու, որը իր անձից բացի ուզենա աշխատել նաև ժողովրդի համար։ Ցանկացած մարդ իր աշխատանքի վայրում պետք է աշխատի բոլորի համար, մի բան լավ անի, ոչ թե մենակ իր շահի համար։ Պատգամավորներն ավելի շատ լծակներ ունեն դա անելու, դրա համար կուզենայի տեսնել աստվածավախ քրիստոնյա մեկին ընդեղ նստած։ Տեղակի չեմ էլի, ում կարելի է ընտրել կամ ում չէ էլի։ Մենակ սեփական փորի մասին որ մտածեն է ժողովրդի հալը ինչ է։ Ժողովրդի մասին պետք է մտածեն, բայց այս ազատությունից հետո անկախությունից հետո ժողովրդի մասին մտածող չկա։ Էլի ում ընտրես, չգիտես։ Ինչ կենեն որ, ում ընտրենք որ։ Ում էլ ընտրենք էլին։ Շաղը պատգամավոր են եղել, ով է պալի տեխնոլոգը։ Ազգի համար կմտածի, ժողովրդի համար կմտածի, մենակ իրան ապագայի մասին չպետք է մտածի մարդը։ Պատգամավորի մարդիկ ժողովրդի մեկի լավ է, մեկի վատ է, ոչինչ։ Մի մարդ բոլորի համար լավ չի եղնի, բայց պետք է հոգի խիղճ ունենա։ Բոլոր դեպքերում պահպանեն ժողովրդի շահերը, լինեն ժողովրդի հետ, միայն խոսքեր չլինեն, գործ լինի։ Խոստումներ, ու թատերապեմ ժողովուրդն է հանդիսատես հեշտական թատերական խաղերն է։ Օրինակ տեսեք, ասենք, ընտրությունից առաջ ինչ որ նվերներ կամ, չէ՞, եթե մարդիկ իրենց ձայնը չծախեն, որոշեն, ասենք, իրենց սերդի թելառանքով այդ ընտրությունը կատարեն, ուրեմն ամեն ինչ նորմալ կլինի։ Առաջիկա ընտրական գործընթացը վերահսկելու համար դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվում են նաև հասարակական կազմակերպությունները։ Գրանցման գործընթացը արդեն սկսված է, կշարունակվի մինչև մայիսի 2-ը։ Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունները նախաձեռնություն չեն ցուցաբերում առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Անգամ այն կազմակերպությունները, որոնք բոլոր ընտրական գործընթացների ժամանակ ակտիվություն են ցուցաբերել, հիմա հրաժարվում են գրանցվել եւ որպես դիտորդ հետևել ընտրությունների ընթացքին։ Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպությունը եւ մասնավորապես Շիրակի մասնաճյուղը ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրել է սկսած 1998 թվականից, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կառույցի իրավաբանները հրաժարվել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին որպես տեղական դիտորդ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրավապաշտպան կառույցը գրանցվել չի պատրաստվում։ Կազմակերպության դիրքորոշումը այս անգամ սկզբունքային է եւ մենք դիտորդության այն տարբերակը, երբ որ դիտորդները պետք է լինեն դրական տեղամասերում, չենք ունենալու։ Երաշխիք քաղաքացիական հասարակություն եւ նոր սերունդ հասարակական կազմակերպությունները եւս մշտապես ընտրական գործընթացներում տեղական դիտորդներ ունեցել են։ Այս ընտրություններին չեն գրանցվի եւ հետեւաբար ընտրատեղամասերում չեն կարողանա վերահսկողություն սահմանել։ Այս տարի օրենսգրքի փոփոխության պատճառով մի շարք խոչընդոտներ է առաջացել, որի պատճառով այս տարի մենք ընտրատարածքից դուրս դիտորդություն կասկածնենք, դա որոշել է մեր կազմակերպության խորհրդի անդամները։ Խոսքը ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններին է վերաբերվում, համաձայն որոնց տեղական դիտորդները վերապատրաստման հատուկ կուրսեր են անցնելու, հետո հանձնելու են քննություն։ Խոսքը հատուկ որակավորումների եւ այդ որակավորումներից հետո էր քննություններ հանձնելու մասին է։ Ինձ համար օրինակ
չեն կարող վստահելի լինել նրանք, ովքեր քննություն տիվերսեն։ Հասարակական կազմակերպությունները ընտրական գործընթացը կվերահսկեն տեղամասերից դուրս։ Օրինակ երաշխի քաղաքացիական հասարակության անդամ Ալվարդ Մինասյանի վստահեցմամբ ինքն ու գործընկերները կաշխատեն տեղամասերի բակերում ու առանձին թաղերում։ Կունենանք իրավաբանական խորհրդատվություն, կիրազեկենք հասարակությանը արտադրությունների համար, կխոչընդոտենք որևէ կեղծիք։ Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ իշխանությունները հենց դրան էլ ձգտում էին հեռու պահել հասարակական կազմակերպությունների բուն ընտրական գործընթացը վերահսկելուց, որքան հնարավոր է նվազեցնել նրանց դիտորդական առաքելությանը ներգրավվելու հնարավորությունները։ Բազմաթիվ անգամներ ընտրական օրենսգիրքը կատարելագործվել է ճագերտների մեջ, յուրաքանչյուր հաջորդ անգամ մենք ունեցել ենք ավելի խայտառակ ընտրություններ, քան նախորդը, եւ այդ տենդենսը շարունակվում է։ Սա շատ այդպես մանրամասն մտածված, շատ ավելի մեծ պլանի, վերարտադրման պլանի, իշխանությունը պահելու պլանի մեկ սեգմենտն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են թվով 8 հասարակական կազմակերպություններ, նրանց մեջ կան այնպիսիք, որ անծանոթ են ոչ միայն հասարակությանը, այլ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին ևս։ Այդ կառույցները ժողովրդավարության ոլորտում ակտիվ եւ սկզբունքային դիլնեին այդ օրվանից շատ առաջ եւ տեսադաշտում լինեին։ Հիմա այդպես անհայտ անունով, թե ինչպես է նրանք 600-700 հոգու որակավորումը իրականացրել, ինչ է դա փողերի հեշտական լվացում։ Արաքս հասարակական կազմակերպությունը կվերահսկի ընտրական գործընթացը տեղական դիտորդների մակարդակով ընտրատեղամասերում։ Կազմակերպության նախագահը ևս գտնում է, որ ընտրական օրենսգրքով լրացուցիչ խոչընդոտներ ու դժվարություններ են ստեղծվել։ Եթե այս պետությունը գտնում է, որ կարելի է նմանատիպ խաղերով, ինչ որ չգիտեմ, ինչ աշկելքներ ստեղծելով ժողովրդի համար խնդիրներ նորից մեկ անգամ ևս ավելացնել, դա ավելորդ է, իհարկե, եւ գտնում եմ, որ գուցե եթե բոլորը ոտքի կանգնեին, նմանատիպ այդ խնդիրները մենք կարողանայինք վերացնել։ Ընտրական օրենսգիրքը բացեր ունի նաև թեկնածուների գրանցման շրջանում նրանց վարքագիծը կարգավորելու տեսանկյունից։ Նախընտրական քարոզչության շրջանը չսկսված քարոզչություն սկսելը Ալլա Խաչատրյանը համարում է քաղաքացու ընտրողի իրավունքի ոտնահարում, որը չի կարգավորվում օրենքով։ Այդ ճնշումը մեկ ամիս առաջ սկսել, դա շատ բացասական է, որովհետև ժողովուրդը հոգնում է։ Դրա համար կա հարմար անպատասխան ժամանակահատված, որի ընթացքում պիտի սկսել եւ վերջացնել։ Ընտրողը պարտավոր չէ ժամանակից շուտ հայտնվելու նախընտրական շրջանում, իսկ թեկնածուներին անթույլատրելի վարքագիծ դրսևորելու հնարավորություն տրվում է օրենսդրորեն։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։ Գյումրեցի մի խումբ գիտաշխատողներ իշխանություններից պահանջում են վերանայել կառավարության մշակած սոցիալական փաթեթը, դրանից օգտվել չեն կարող գիտական ոլորտի ներկայացուցիչները, ինչը դժգոհության առիթ է հանդիսացել։ Բաց նամակ հասցեագրված հանրապետության նախագահին եւ վարչապետին։ Գյումրիում շարունակվում են կենսաթոշակառուների եւ նպաստառուների փաստաթղթերի ճշգրտման աշխատանքները։ Արդյունքում ինչպես նպաստառուների, այնպես էլ թոշակառուների թիվը Շիրակի մարզում կտրուկ նվազել է։ Շարունակում ենք թողարկումը։ Բաց նամակ հասցեագրված հանրապետության նախագահին եւ վարչապետին։ Գյումրեցի մի խումբ գիտաշխատողներ իշխանություններից պահանջում են վերանայել կառավարության մշակած սոցիալական փաթեթը։ Ինչպես հայտնի է, 2012-ի հունվարից Հայաստանում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական եւ պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար։ Սոցիալական փաթեթից օգտվել չեն կարող, սակայն գիտական ոլորտի ներկայացուցիչները, ինչը դժգոհության առիթ է հանդիսացել։ Մանրամասնում է Փայլակ Վարադյանը։ Գյումրիի գիտական կառույցների անունից նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ են հասցեագրել Ճարտարագիտական ակադեմիայի Գյումրու բաժանմունքի ղեկավար Ջոն Ասատրյանը, Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենն ու որոշ աշխատակիցներ։ Նամակագիրներն իրենց դժգոհությունն են արտահայտել կապված կառավարության մշակած սոցիալական փաթեթի վերաբերյալ։ Պետական մակարդակով ամիսներ առաջ հայտարարվեց այն մասին, որ սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռելու շուրջ 120,000 աշխատակիցների անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետեւյալ սոցիալական ծառայություններից՝ բժշկական ապահովագրություն, հիփոթեկային վարկի եւ ուսման վարձավճարի մարում, հանգստի կազմակերպում։ Սոցիալական փաթեթից օգտվել սակայն չեն կարող գիտաշխատողները։ Կառավարության որոշումը վերջիններս համարում են իրենց իրավունքների ոտնահարում։ Այսպես ասած, մեր
իրանքների խախտումները մենակ սրա մեջը չէ, մեր իրանքների խախտումը նաև նրա մեջ է, որը զարմանալ է, բայց գիտական հիմնարկներում աշխատող աշխատակիցներ չեն օգտվում նաև լրացուցիչ արձակուրդից։ Մենք չենք կատարում մտավոր աշխատանք, էլի, տնտեսագետները կատարում են, բանկի աշխատողները կատարում, իսկ մենք չենք կատարում։ Այնպես է ստացվել, որ այդ փաթեթից չեն կարող օգտվել ուրեմն գիտաշխատողները։ Ես կարծում եմ, որ պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ փաթեթի մեջ անպայման մտնի նաև գիտաշխատողները, կարողանան օգտվել գիտաշխատողները։ Եթե կրթության, ասենք, ոլորտում մանկավարժները կարող են օգտվել այդ փաթեթից, կարծում եմ, որ գիտաշխատողները նույնպես պետք է կարողանան օգտվել այսօր այդ փաթեթից։ Այս պարագայում ինչպես կարելի է բարձր պահել գիտնականի հեղինակությունը, եթե նա չնչին աշխատավարձ է ստանում, նշում է Ջան Աստատրյանը։ Գիտության ցածր ֆինանսավորումը մեծ հարված է հասցրել ոլորտի երիտասարդացմանը, կարծիք է հայտնում գիտաշխատող Ջոն Կարապետյանը։ Կառավարությունն այսօր երիտասարդ գիտնականին առաջարկելու ոչինչ չունի, հետևաբար երիտասարդներից շատերը խուսափում են գիտությամբ զբաղվել եւ յուրաքանչյուր հնարավորության դեպքում հեռանում են Հայաստանից։ Եթե սոցիալական փաթեթի ներդրումը միտված էր պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման, ապա ինչու գիտաշխատողները դուրս մնացին հիշյալ ծրագրից։ Երգիրը ուսյալ զավակին պետք է փայփայի մոր պես։ Մեր երգիրը, մեր կառավարությունը իր ուսյալ զավակներին չի փայփայում։ Ամեկից ողբերգությունը հենց դրա մեջ է կայանում, որ տեսեք, արդեն եթե այսպես շարունակվի, հիմա մեր բնակչության քանակը 3 միլիոնից քիչն է արդեն 2 միլիոն ու կես ոնց որ արդեն կախագուշակում են որոշ վերլուծաբաններ։ Այդ դա է վալը։ Ես չեմ տեսնում, որ մեր կառավարությունը իր կրթված ուսյալ զավակներին պահպանում է այնպես, որ նրանք չթողնեն գնան։ Գիտությունը խթանելու եւ դրան աջակցելու անհրաժեշտության մասին կառավարության կողմից հնչող հայտարարությունների ֆոնի վրա արվում է բոլորովին հակառակը, ասում է Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենը Սևադա Հովհաննիսյանի խոսքերով կառավարության անտարբերությունը գիտական ոլորտի նկատմամբ անցանկալի հետևանքներ կարող է ունենալ, իսկ որքան պետք է վարձատրվի գիտաշխատողը եւ գոհ են արդյոք իրենց աշխատավարձից վերջիններս։ Ես որպես գիտաշխատող խայդարակ դժգոհ եմ, որովհետեւ իմ աշխատավարձը մենակ ծայրը ծարին է հասցնում կոմունալ վճարումները, իսկ այսպիսի վիճակը, այն դեպքերը, որ երբեմն մենք լսում ենք, մեր անունի հետ վատ բաները տարածելը, դա գալիս է հենց այդ պատճառներով։ Եթե մենք կառավարությունը չկարողացավ դեմքով դառնալ դեպի իր գիտական ներուժը, քանի դեռ կան մնացել են, ապա մեզ լավ ապագա չի սպասվում այդ բնակավարով։ Բայց մենք բոլորս լավ հասկանանք, որ ոչ մի սոցիալական փաթեթ չի կարող փրկել իրավիճակը։ Թոշակառներն են լրացուցիչ սոցիալական փաթեթ տալիս, դրամական տեսակետով, սննդամթերքի տեսակետով, բայց խոմ դրան չի նշանակում, որ մեր թոշակառների վիճակը էապես լրանում է։ Հանրապետության նախագահին եւ կառավարության ղեկավարին հասցեագրված նամակում տեղի գիտաշխատողներն առաջարկել են վերանայել մշակած ծրագիրը եւ որոշակի փոփոխություններ կատարել։ Առայժմ նամակագիրները սպասում են պատասխանի, որից կախված կլինի իրենց հետագա գործողությունները։ Փալակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։ Գյումրիում շարունակվում են կենսաթոշակառուների եւ նպաստառուների փաստաթղթերի ճշգրտման աշխատանքները։ Արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինչպես նպաստառուների, այնպես էլ թոշակառուների թիվը Շիրակի մարզում կտրուկ նվազել է։ Իսկ օրեր առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց այն մասին, որ մահացած քաղաքացիներին դեռ շարունակում են կենսաթոշակներ վճարել։ Մահացած կենսաթոշակառուի վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ստանալու միջոցով մեր ԶԱԳՍ-երի քաղաքացիական կայացության ակտերի գրանցման համակարգի տեղեկատվական բազայից առցանց մենք ստանալու ենք այն մահացած կենսաթոշակառուների վերաբերյալ տեղեկատվությունը եւ մեր բազայում արդեն հստակ կֆիքսվի, որ կենսաթոշակառուն մահացած է եւ կդադարեցվի նրա կենսաթոշակի
վճարումը։ Եվ այսպես Երամսյակը 1 աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարում է, թե սոցիալական ոլորտում խիստ վերահսկողություն է սահմանվելու, որ մահացած քաղաքացիներին թոշակներ չեն բաժանվելու։ Այս տարվանից կենսաթոշակային համակարգում անճշտություններ չեն լինելու։ Իր հերթին վստահեցրեց վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ասելով, որ միանշանակ բացառվում է Հայաստանից բացակայող կամ արդեն մահացած անձանց թոշակներ տրամադրելու հնարավորությունը։ Տեղեկատվական բազան ամբողջովին վերանայված է։ Իսկ անճշտություններ հայտնաբերվեցին սոցիալ-տարածքային բոլոր բաժիններում։ Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ իրականացրել է նաև մեր քաղաքում։ Սոցիալական ապահովության տարածքային բաժնի ղեկավարը նշում է, Գյումրիում մահացածներին թոշակ չի տրվել, առաջիկայում էլ չի տրվելու։ Մեր մոտ չկա նման դեպք, որ մահացածը թոշակ ստացած դերի։ Սա միանշանակ ասում եմ ես ձեզ։ Միանշանակ ասում եմ։ Թափանցիկության հետ կապված ասեմ, քանի որ ամբողջ համակարգը գնում է բարեփոխումների, հիմա մենք այստեղ երբ թոշակ նշանակում ենք, մեր մոտ Պետական ծառայությունում անմիջապես այդ նշանակումը իրանք տեսնում են, մեզ որ շատ թափանցիկ է։ Մինչդեռ նախարարը ընդգծեց, որ տեղեկատվական բազաները վերանայելուց հետո պարզել են, որ գրանցված մոտ 520,000 կենսաթոշակառուներից իրականում գրանցված են 509,000-ը, այսինքն շուրջ 11,000 անուն է հանվել ցուցակներից, ովքեր կեղծ թոշակառու են եղել։ Որոշ կենսաթոշակառուների գործերում չէին համապատասխանում անուն-ազգանունները, սոցիալական քարտի համարը կամ անձնագրի տվյալները, ինչն էլ անճշտությունների պատճառ է դարձել, նշում է Գարիկ Ղազարյանը։ Փաստաթղթերի ճշգրտման գործընթացը շարունակական բնույթ է կրում, իսկ գումարները ուղղվել են պետական բյուջե։ Թոշակառուն փոխել է անձնագիրը, բազայում մնացել է նախկին անձնագրով կամ անձնագիրը փոխել է սոցքարտն է մնացել նախկինը։ Այդ նման տիպի հարցեր են կամ կերակրող գործնողի հետ կապված տարիքն է լրաց է։ Տարբեր պատճառներ կան, կամ ասենք բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից տրված նրա հաշմանդամության ժամկետը լրացել է, նորից պետք է գնա վերաքննության։ Նպաստառուների փաստաթղթերը եւս ճշգրտվել են, արդյունքում բազմաթիվ ընտանիքներ տարբեր պատճառներով դուրս են մնացել համակարգից, ըստ Գյումրիի 2 սոցիալական ծառայության բաժնեպետ Էդուարդ Բաղրամյանի, նպաստառուների թվի կտրուկ նվազումը պայմանավորված է անճշտությունների վերացմամբ։ Շատ քաղաքացիներ տարիներ շարունակ թաքցրել են իրենց իրական եկամուտները եւ ընտանիքի կազմը։ Այսուհետ ընտանիքի կազմի մասին տեղեկատվություն սոցիալական ծառայությունները ստանում են նոր տեղեկատվական վերլուծական կենտրոնից եւ յուրաքանչյուր երամսյակը մեկ համադրում տվյալները։ Վաստակերման աշխատանքները մեզ համար ամբողջ տարին, մեզ համար ժամկետ է քաղաքացիների համար, որովհետև մենք ունենք շուրջ 5000 հաշվառված ընտանիքներ, նրանց համար փաստագրման ժամկետները տարբեր են։ Հավանաբար հիշում եք, հունվարից մինչև դեկտեմբերը ժամկետ է սահմանված։ Այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով համակարգ են ներթափանցել, պարտավորվել են գումարները հետ վերադարձնել պետական բյուջե։ Նրանց հետ կնքվել է պայմանագիր, իսկ եթե նշված ժամկետում քաղաքացին չի վերադարձնի գումարը, հարցը կարգավորվելու է դատական ճանապարհով։ Դա վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք իրենց փաստագրման ընթացքում թաքցրել էին իրենց եկամուտի մասին տեղեկությունները։ Դա շարունակական աշխատանք է։ Դրա համար սահմանված չեն ժամկետներ, այսինքն քաղաքացին ինքը պարտավոր է իրեն փաստագրման հաշվառման ընթացքում ժամանակահատվածում պարտադիր ներկայացնել իրեն եկամուտների մասին հավաստի տեղեկություններ։ Անդրադառնանք ոլորտում նախատեսվող փոփոխություններին։ 2013 թվականին անցում է կատարվելու պարտադիր սոցիալական ապահովությանը։ Ոլորտի պատասխանատուների խոսքերով առաջնահերթ ծրագրերից է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի ստեղծումը։ Այն ենթադրում է, որ քաղաքացին կենսաթոշակի, նպաստի, գործազրկության եւ այլ ծառայությունների մասին տեղեկատվությունը ստանալու է նույն վայրից, որպեսզի նվազագույնի հասցվեն փաստաթղթային քաշքշուկները։ Փայլակ Վարդյան, Տիգրան Գասաբյան, Գալայնյուս։ Դուք դիտում եք շաբաթնաց լրատվական վերլուծական ծրագիրը, կհանդիպենք մեկ շաբաթ անց, ցտեսություն։